Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունն եմ կանչում յուրաքանչյուրիս վրա։ Հիսուսի միտքն եմ հագցնում մեզ եւ խնդրում եմ Տիրոջը, ինքնիշխան Աստծուն, ողորմածին, բարձրյալին, գերությունից ազատողին, խավարից մարդկանց հանողին լույսի մեջ բերողին, որ քանդի մեր մտքերի ու սրտերի վրա դրված կապանքները, Աստվածաշունչը չկարդալու կապանքները, Աստծո խոսքը չհասկանալու կապանքները, անհնազանդության կապանքները եւ մեր մեջից հանի գոռոզության ու մեծամտության նետերը, որ գալիս է սատանայից։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով քո գահի առաջ եմ գալիս, ողորմություն եմ խնդրում ու բարեխոսում եմ ինձ համար, ընտանիքիս բոլոր անդամների համար, գերդաստանիս համար, հայ ազգիս համար, բոլոր քրիստոնյաների համար, հիմնված Պողոս Առաքյալի խոսքերի վրա, Տիմոթեոս առաջին նամակի 6-րդ գլխի 3-6 խոսքերի հիման վրա։ Հայր, ողորմած ու գթասիրտ, խնդրում եմ, մեզ իմաստություն տուր եւ մեզ հեռու պահի կեղծ վարդապետություններից ու քո խոսքի կեղծ ուսուցիչներից, ամեն շեղումներից, ամեն տեղ, որտեղ քո խոսքը փոխում են, քո խոսքը ոնց որ ջրի հետ են խառնում, թեթևացնում են, որ մեր ականջները շոյի, որ մեզ համար հաճելի լինի, որպեսզի մենք չլսենք նման բաները, իմաստություն ունենանք, ոչ էլ մենք լինենք մարդիկ, ովքեր կեղծում են, փոքրացնում են, պակասեցնում են Աստծո խոսքը կամ ավելացնում են բաներ, որ այնտեղ չկա, որպեսզի մենք լսենք ու հնազանդվենք Հիսուս Քրիստոսի ու նրա առաքյալների խոսքերին, քո խոսքերին հին կտակարանից եւ հետևենք Աստծո ողջամիտ խոսքերին ու բարեպաշտ վարդապետությանը, որպեսզի մենք մեծամիտներ չլինենք եւ մեծամտությունից չկուրանանք, որ չլինենք գիտունիկ անգետներ ու գոռոզ հիմարներ, որ չհիվանդանանք ու չբռնվենք խնդիրներ, լեզվակռիվներ, կոնսպիրացիաներ հարուցելու աղտով, որ մեր մեջ ու մեր սրտերում չառաջանա նախանձը, կռիվը, հայհոյությունը, չար կասկածները, խորամանկությունները, ու մենք այդպես չդառնանք մտքով ապականված եւ ճշմարտությունից հեռացած մարդիկ, ու որ աստվածապաշտությունը չօգտագործենք մեր շահի համար։ Օգնիր եւ առաջնորդիր մեզ քո սուրբ հոգով ու քո հավիտենական խոսքով, որ մենք լինենք եւ ճշմարտացիորեն ու ամբողջ սրտով աստվածապաշտ մարդիկ լինենք, լցված գոհունակությամբ ու բավարարված այն ամենով, ինչ տվել ես մեզ ու նաեւ ամեն իրավիճակում։ Ես այս աղոթքը հատկապես նաեւ բարձրացնում եմ հայ առաքելական եկեղեցու համար։ Բոլոր նրանց համար, ով դեռ եկեղեցու մեջ են, նրանց հետևորդների համար, մեր կաթողիկոսի համար, բանտարկված եկեղեցականների համար, կարգալույծ արված եկեղեցականների համար եւ քո արդար, ազնիվ լուծումն եմ կանչում, արմատախիլ արա չարիքը եւ չարիքին հետևողներին քո եկեղեցուց, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Իսկ հիմա վերադառնանք Ելք գրքին, անցնում ենք 6-րդ գլխին։ Նախ կարդանք այսօրվա հատվածը ու հետո մեկնաբանենք։ Բնականաբար խնդրում եմ, որ նախկին դասերը լսեք։ Տերն ասաց Մովսեսին. Հիմա կտեսնես, թե ինչ եմ անելու փարավոնին։ Իմ հզոր ձեռքի միջոցով նա թույլ պիտի տա նրանց, այսինքն Իսրայելի ժողովրդին, որ դուրս գան։ Հզոր ձեռքի միջոցով նրանց դուրս պիտի անի իր երկրից։ Աստված խոսեց Մովսեսի հետ եւ ասաց նրան. Ես եմ Տերը, ես երևացի Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին, ամենակարող Աստված անունով,
բայց իմ Տեր անունով չհայտնվեցի նրանց։ Նաև հաստատեցի իմ ուխտը նրանց հետ, որպեսզի նրանց տամ Քանանի երկիրը, նրանց պանդխտության երկիրը, որտեղ նրանք պանդխտություն արեցին։ Ես լսեցի նաև Իսրայելի որդիների հառաչանքը, որ եգիպտացիները ստրկացրել են իրենց, և հիշեցի իմ ուխտը։ Դրա համար ասա Իսրայելի որդիներին. ես եմ Տերը, ես ձեզ հանելու եմ եգիպտացիների լծի տակից, ձեզ ազատելու եմ նրանց աշխատանքից և ձեզ փրկելու եմ տարածված բասկով ու մեծ դատաստաններով։ Եվ ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը, պիտի լինեմ ձեր Աստվածը, և դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը, ձեր Աստվածը, եգիպտացիների ծանր աշխատանքի տակից ձեզ հանողը։ Եվ ձեզ տանելու եմ այն երկիրը, որի համար բարձրացրի իմ ձեռքը և երդվեցի, որ այն տամ Աբրահամին, Իսահակին և Հակոբին։ Այն տալու եմ ձեզ որպես ժառանգություն։ Ես Տերը։ Տեր Աստված, գոհանում ենք քեզանից ու փառք ենք տալիս խոսքիդ համար, որ խոսքիդ այս հատվածով մենք ճանաչում ենք քո նոր էությունը, քո նոր անունները, թե ով ես դու։ Շնորհակալ ենք, որ դու խոստում կատարող Աստված ես։ Շնորհակալ ենք Ավետիաց երկրի համար, որ ֆիզիկական աշխարհում տվեցիր Իսրայելին և երկնքում նոր Իսրայելը, նոր Երուսաղեմը ամեն հավատացյալի տունն է։ Փառք ու պատիվ քեզ Տեր։ Ամեն։ Նախկին դասում տեսանք, որ Իսրայելի ժողովուրդը մեղադրում էր Մովսեսին, որ թե Մովսեսի պատճառով փարավոնը իրենց վիճակը ավելի էր վատթարացրել։ Մովսեսն էլ տեսանք եկավ Աստծո մոտ ու բողոքում էր Աստծուն այս իրավիճակի համար ու ինքն էր նաև մեղադրում Աստծուն, թե ինչու Աստված չի փրկում իր ժողովրդին ու թե ինչու Աստված իրեն ուղարկեց Եգիպտոս։ Նախկին դասերը լսեք, իսկ մենք մի հատ վերհիշենք Մովսեսի ասած խոսքերը երեկվանից։ Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ և ասաց. «Ով Տեր, ինչու չարիքի մեջ գցեցիր այս ժողովրդին և ինչու ուղարկեցիր ինձ։ Այն ժամանակից, որ եկել եմ փարավոնի մոտ, քո անունով խոսելու, նա չարիք է հասցնում այս ժողովրդին և դու էլ չփրկեցիր քո ժողովրդին»։ Ու չնայած Մովսեսի այս ասած խոսքերին ու վախերին այս հատվածում տեսնում ենք Աստծո համբերատարությունը ու հավատարմությունը, որ համբերատար ու հավատարիմ Աստված նորից հիշեցնում է Մովսեսին իր խոսքերը, մխիթարում է Մովսեսին ու նորից ասում է, խոստանում է, ավելի ճիշտ հիշեցնում է, որ փարավոնը բաց է թողելու Իսրայելի ժողովրդին։ Տերն ասաց Մովսեսին. «Հիմա կտեսնես, թե ինչ եմ անելու փարավոնին, իմ հզոր ձեռքի միջոցով նա թույլ պիտի տա նրանց, հզոր ձեռքի միջոցով նրանց դուրս պիտի անի երկրից»։ Հիմա կտեսնես, թե ինչ եմ անելու փարավոնին։ Ինչպես ասեցի, Մովսեսը հուսահատվել էր ու մեղադրում էր Աստծուն անգործության մեջ, այսինքն համարում էր Աստված կարող էր մի բան անել ու չէր անում, այսինքն Մովսեսը կարծում էր Աստված չէր օգնում ոչ իրեն, ոչ Իսրայելի ժողովրդին։ Իսկ Աստծո պատասխանը տրված Մովսեսին ցույց է տալիս, որ Աստված ցանկանում էր, որ և Մովսեսը, և մենք, դու, ես, իմանանք ու հասկանանք, որ չկա իրավիճակ, որ Աստված չի տիրապետում, չկա իրավիճակ մեր կյանքում, որ Աստծո կոնտրոլից դուրս է։ Աստված ցանկանում է, որ հասկանանք, ինքն է ղեկավարում ամեն բան, ինքն է Աստվածը։ Չկա մի բան, որ չի տեսնում, չկա որ բան չգիտի, չկա մի բան, որ չգիտի լուծումը ոնց է լինելու, մինչև մի բանի լինելը ինքը այդ ամենի լուծումները ունի, այսինքն ամեն ինչ կատարվում է Աստծո կամքով։ Մովսեսը հուսահատվեց, քանի որ չափից առավել տպավորված էր փարավոնով, փարավոնի իշխանությամբ, փարավոնի կեցվածքով, գուցե փարավոնի այդ գոռոզ դեմքով, գուցե փարավոնի բարձր այդ ստորացնող ինտոնացիայով, նրա կեցվածքով ու խոսքերով։ Եվ Մովսեսը այդպես տպավորված չէր Աստծով, տպավորված չէր Աստծո կարողությամբ, Աստծո զորությամբ, Աստծո խոստումներով։
Այսպես է եւ մեզ հետ, երբ մենք ենք խնդիրներ ունենում ու հուսահատվում ենք, մեր վրա ավելի մեծ տպավորություն են գործում մեր խնդիրները, քան Աստված, քան Աստծո շնորհը, Աստծո սերը, Աստծո զորությունը, Աստծո հավատարմությունը, Աստծո արդարությունը եւ այլն եւ այլն։ Իմ հզոր ձեռքի միջոցով նա թույլ պիտի տա նրանց հզոր ձեռքի միջոցով նրանց դուրս պիտի անի իր երկրից։ Սա մի հրաշալի աստվածային շնորհով լի լուր էր Մովսեսին։ Աստված ըստ էության ասաց. Մովսես, փարավոնը ոչ միայն կթողնի Իսրայելի ժողովրդին գնալ, այլև իր իսկ հզոր ձեռքով կվռնդի նրանց Եգիպտոսից։ Մարդը Մովսեսը խոսում էր դժվարության մասին, Աստված հայտարարում էր հաղթանակի, ազատագրման ու փրկության մասին։ Ու ամեն բան սկսվել էր նրանից, որ Աստված Մովսեսին հանձնարարական էր տվել, առաջադրանք էր տվել իրեն ծառայելու։ Եվ հիմա Աստծո ծառան կանգնել էր Աստծո առաջ ու տրտնջում ու բողոքում էր Աստծուն հենց Աստծուց։ Եվ Աստված իր այս խոսքերով ինքնահաստատում է եւ ասում է Մովսեսին. Մովսես, մի մոռացի, ես ով եմ։ Ես Եսեմն եմ։ Ես Եհովա Աստվածն եմ։ Ես ուխտի ու շնորհի Աստված եմ։ Ես հավատարիմ Աստվածն եմ։ Իսկ դու ու ես մեր դժվարությունների մեջ ինչպես ենք վարվում։ Մոռանում ենք, թե ով է Աստված։ Եվ ավելի շատ կենտրոնանում մեր դժվարությունների վրա։ Եվ ուխտի խոստման Աստված վերահաստատում է իր խոստումը։ Աստված խոսեց Մովսեսի հետ եւ ասաց նրան. Ես եմ Տերը։ Ես եմ Տերը, այսինքն ես եմ Յահվեն։ Մովսեսին հիշեցնելով, որ ինքը ինքնիշխան Աստված է, Տերն է, Յահվեն է։ Այսպես Տեր Աստված հաստատեց, որ մնում է ուխտ կապող եւ ուխտ պահող Աստվածը, որը անպայման ու բացարձակապես կկատարի Մովսեսին տրված իր խոստումը։ Ու ոչ միայն Մովսեսին, այլ նախահայրերին տրված խոստումը։ Ուխտ նշանակում է անկոտրելի, անքակտելի խոստում, պայմանագիր, ստորագրված Աստծո ձեռքով։ Մեկնաբանն ասում է, երբ մարդկային ամեն կարգի օգնություն եւ օժանդակություն ձախողվում է, եւ մեր հոգին ուժասպառ ու հուսահատ է, ու մարդկանցից եկող որևէ հույս այդ ժամանակ չկա, հենց այդ ժամանակ Աստված մոտենում է եւ ասում. Ես եմ Տեր Աստվածը ու ես քեզ հետ եմ։ Որքան մենք հենվում ենք մարդկանց վրա, մարդկանցից ենք օգնություն, օժանդակություն փնտրում ու չենք ուզում Աստծո հետ մենակ մնալ, այնքան Աստված մեզ չի մոտենում։ Բայց երբ ամեն բան լռում է, մարդկային հնարավորությունները սպառվում են, ել ոչ մի դուռ չունես բացելու, այդ ժամանակ Աստված ասում է. Ես եմ Տեր Աստվածը ու ես քեզ հետ եմ։ Ենթարկվիր ինձ։ Ես երևացի Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին ամենակարող Աստված անունով, բայց իմ Տեր անունով չհայտնվեցի նրանց։ Իսրայելի նախահայրերը Աբրահամը, Իսահակը, Հակոբը, ում անունը Տերը դրեց Իսրայել, արտոնություն ունեցան ճանաչելու ուխտը կնքող Աստծուն, բայց նրանց կյանքերի ընթացքում Աստծո տված խոստումը ամբողջությամբ դեռ չէր կատարվել։ Նրանք Աստծուն ճանաչում էին որպես ուխտը կնքող Աստված, իսկ Մովսեսը եւ ելքի սերունդը, Եգիպտոսի ստրկությունից ազատագրվող սերունդը Աստծուն նոր կերպ էին ճանաչելու, նոր էությունն էին Աստծո բացահայտելու, Աստծո նոր անունի խորությունն էին հասկանալու։ Եվ նրանք Աստծուն իմանալու էին, որ ուխտը, խոստումը պահող ու կատարող Աստված էր, Աստված։ Եվ նրանց միջոցով էլ մենք ենք սովորում, եթե այս ամենը չլներ Իսրայելի հետ, ես ու դու էլ Աստծուն չենք ճանաչի։ Նաև հաստատեցի իմ ուխտը նրանց հետ, որպեսզի նրանց տամ Քանանի երկիրը, նրանց պանդխտության երկիրը, որտեղ նրանք պանդխտություն արեցին։ Իսրայել ժողովրդի նահապետները ստացել էին Աստծո խոստումները ու դրանց մասնակի կատարումը, բայց ողջ ամբողջական խոստումը, խոստացած երկիրը նրանք չէին գրավել, նրանք ապրել էին այնտեղ որպես պանդուխտներ։
Իսկ Եգիպտոսից դուրս եկող այս սերունդը ստանալու էր խոստումը ամբողջությամբ։ Ես երևացի Աբրահամին, Իսահակին և Հակոբին ամենակարող Աստված անունով, բայց իմ Տեր անունով չհայտնվեցի նրանց։ Իսրայելի նահապետները, նախահայրերը Աստծուն ճանաչում էին որպես ամենակարող Աստված, որ եբրայերեն կոչվում է Էլ Շադայ, այդպես է Աստվածաշնչում գրված։ Հիշեք, 5 կտակարանը գրված է եբրայերեն, Աստված ներկայանում է Էլ Շադայ, որ նշանակում է ամենակարող Աստված։ Բայց չնայած նրանք ճանաչում էին ամենակարող Աստծուն, Էլ Շադային, նրանք Աստծուն այնքան խորությամբ ու մտերմիկ կերպով չէին ճանաչում, որքան ամենակարող Աստված բացահայտելու էր ինքն իրեն Մովսեսին և Իսրայելի այդ սերնդին։ Նախահայրերը գիտեին Աստծո զորությունը, բայց կարծես թե դեռ չէին ունեցել այն ժամանակ այն նույն անձնական հարաբերություններն ու հայտնությունը, որ Մովսեսին էին բացահայտվելու։ Մեզ համար էլ Աստված ուզում է լինել ավելին, քան ամենակարող Աստված։ Այսինքն մենք նրան պիտի ընկալենք որպես ամենակարող Աստված ու միևնույն ժամանակ Աստված, որ ուզում է, որ մենք իրեն ճանաչենք նաև որպես անձնական, խոստումներ տվող և խոստումները պահող, խոստումները կատարող Աստված, ում կարող ենք վստահել ամեն ինչում և ամեն իրավիճակում։ Ցանկացած մարդ, որ իրեն հավատացյալ է համարում, կարիք ունի ինքն իրեն հարց տալու, թե արդյոք Աստծուն ճանաչում է այդպես, Աստծու էությունը այսպես ճանաչում է Աստծո այս անունները, որպես խոստում տվող, խոստում պահող, հավատարիմ, զորավոր, խոստում կատարող ամենակալ Աստված, անձնական հարաբերության Աստված։ Դժվարության և ընկճվածության, հիասթափության, վախի մեջ մեր ամենամեծ կարիքը այն է, որ հիշեցնենք ինքներս մեզ, թե ով է իրականում Աստված, ու երբ դա անենք, ապա ամեն բան կընկնի իր տեղը ու չի կարողանա մեզ ծնկի բերել ու գցել հուսահատության ու անհուսության ու անելանելիության մեջ ու չի բերի նրան, որ պարտություն ընդունենք, որ հետ ընկրկենք, դադարենք պայքարել, բայց որպեսի ճանաչես Աստծուն, պիտի բացես գիրքը, որտեղ ինքը բացահայտում է իրեն, լսես նման մեկնաբանություններ։ Ես լսեցի նաև Իսրայելի որդիների հառաչանքը, որ եգիպտացիները ստրկացրել են իրենց, և հիշեցի իմ ուխտը։ Նորից ասեմ, Աստված հիշողության խնդիր չունի, Աստված ամնիզիայի մեջ չի ընկնում, այլ եկել էր ուխտը կատարելու աստվածային նախավորոշված ժամանակը։ Աստված հիշել էր իր ուխտը, հիմա պետք էր, որ Մովսեսը հիշեր իր Աստծուն, թե ով է Աստված, և որ այդ ուխտը կնքող, ուխտը կատարող, հավատարիմ ու ամենակարող Աստված կանչել էր իրեն ու պիտի հավաքեր ինքն իրեն ու հնազանդվեր Աստծուն։ Եվ Աստված 7 ես անելու եմ խոստումներ է տալիս Իսրայելին։ Դրա համար ասա Իսրայելի որդիներին. ես եմ Տերը, ես ձեզ հանելու եմ եգիպտացիների լծի տակից, ձեզ ազատելու եմ նրանց աշխատանքից, ես ձեզ փրկելու եմ տարածված բասկով ու մեծ դատաստաններով, և ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը, պիտի լինեմ ձեր Աստվածը, և դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը ձեր Աստվածը, եգիպտացիների ծանր աշխատանքի տակից ձեզ հանողը, և ձեզ տալու եմ այն երկիրը, որի համար բարձրացրի իմ ձեռքը և երդվեցի, որ այն տամ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, այն տալու եմ ձեզ որպես ժառանգություն, ես Տերը։ Նկատեցիք, որ Աստված ասում է ես երդվեցի։ Այն որ խոսում ենք, ինչի է Իսրայելը սենց վարվում, դա Պաղեստինի հողն է, դա չգիտեմ ում հողն է։ Մտածում եք այն մասին, որ Աստված երդում էր տվել, որ այդ հողը պատկանելու է Իսրայելին։ Հետաքրքիր է, մտածեք այդ մասին։ Դրա համար ասա Իսրայելի որդիներին. ես եմ Տերը։
Նախորդ հայտարարությունը, որ Աստված արեց, ավելի շատ վերաբերում էր Մովսեսին, իսկ հիմա Աստծո ասածը վերաբերում էր ողջ Իսրայելին։ Այս խոստումները ողջ Իսրայելի ժողովրդի օգտի համար էր։ Ես եմ Տերը։ Աստված ամեն ինչ արեց Իսրայելի որդիների հետ այս ուխտը հաստատելու համար։ Եվ Աստված շարունակում է իր խոսքը ժողովրդին տալով ես կանեմ խոստումներ, եւ այդ խոստումներով Աստված ասում է նրանց. վստահ եղեք, ես իմ ասածները հատիկ առ հատիկ անելու եմ։ Դուք կարող եք հույս դնել ինձ վրա։ Սա մեզ էլ է վերաբերվում։ Աստված այսպես իր հավատարմությունն է բացահայտում մեզ համար։ Եվ Աստծո տված խոստումները փառահեղ էին, եւ նույնքան փառահեղ էր այսօրվա հավատացյալների համար մեր հոգևոր կիրառման տեսակետից։ Ես ձեզ հանելու եմ եգիպտացիների լծի տակից, ձեզ ազատելու եմ նրանց աշխատանքից, ձեզ փրկելու եմ տարածած բասկով ու մեծ դատաստաններով։ Ես ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը, պիտի լինեմ ձեր Աստվածը։ Դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը ձեր Աստվածը, եգիպտացիների ծանր աշխատանքի տակից ձեզ հանողը, եւ այլն եւ այլն։ Եկեք թվարկենք նորից դրանք։ Ես ձեզ դուրս կբերեմ Եգիպտոսից։ Ես ձեզ կազատեմ եգիպտական ստրկությունից։ Ես ձեզ կփրկագնեմ։ Ես ձեզ կընդունեմ որպես իմ ժողովուրդ, կամ ես ձեզ իմ ժողովուրդը կդարձնեմ։ Ես ձեր Աստվածը կլինեմ։ Ես ձեզ կբերեմ խոստացված երկիրը, որը երդվել եմ ձեզ տալ։ Ես այդ խոստացված երկիրը կտամ ձեզ որպես ժառանգություն։ Այսինքն դուք այնտեղ այլևս պանդուխտներ չեք լինի, ձերը կլինի դա։ Հիշենք, 5 տակարանը գրված էր եբրայերեն, ու այս բայերից յուրաքանչյուրը եբրայերենում գրված է անցյալ ժամանակով, այսինքն մի բան արդեն կատարված, այլ ոչ թե ապագա ժամանակով։ Քանի որ Աստված այնքան վստահ էր իր ուժերի, իր զորության, իր ինքնիշխանության վրա եւ դրանց կատարման հարցում, որ Աստծո համար դրանք արդեն կատարված ու ավարտված բաներ էին, ու այդպես էր լինելու, չնայած որ ֆիզիկական կյանքում դա դեռ տեղի չէր ունեցել։ Դրա համար հոգևոր կիրառման մեջ դա նույնն է մեզ համար։ Եվ եկեք նաև համեմատենք Աստծո խոստումները, Աստծո ասած ես կանեմները եւ այն, ինչ Սատանան ասեց, որ ինքը ցանկանում է ու կանի։ Կարդանք ու կտեսնենք այս մեծ տարբերությունն ու հակադրությունները, որ կան դրանց մեջ։ Կարդանք Եսայի 14-ի 13-ից 15 խոսքերը։ Սա Սատանայի մասին է։ Ինքդ ասում է իր քո սրտում. երկինք կելնեմ, իմ գահը կդնեմ Աստծո աստղերից էլ վեր, կնստեմ աստվածների ժողովի լեռան վրա, հյուսիսային ծայրամասում, կբարձրանամ ամպերի գագաթին, կնմանվեմ ամենաբարձրյալին, բայց մեռելների աշխարհ են իջեցրել քեզ, գբի խորխոտանները։ Առաջին մեծագույն տարբերությունը Աստծո կանեմները ուղղված են իր ժողովրդին փրկելու, ազատագրելու վրա, իսկ Սատանայինը իր ցանկության վրա, իր գոռոզության վրա, Աստծուց բարձր լինելու վրա։ Եվ ամենամեծ տարբերությունն այն է, որ Սատանան անզոր էր իրականացնել իր ես ուզումներից կամ ես կանեմներից որևէ մեկը, իսկ ամենակարող Աստված ավելին քան կարող է կատարել իր յուրաքանչյուր խոստումը, ու կատարել է, կատարում է եւ կատարելու է։ Եվ ամենացնցողը, ուշադրություն դարձրեցիք, Աստված Սատանայի համար ասում է. բայց մեռելների աշխարհ են իջեցրել քեզ, գբի խորխորատները, նրա վերջը դժոխքում է։ Եվ Աստված դա կատարելու է։ Եվ ձեզ տանելու եմ այն երկիրը, որի համար բարձացրի իմ ձեռքը եւ երդվեցի, որ այն տամ Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին։ Այն տալու եմ ձեզ որպես ժառանգություն, ես Տերը։ Այս պահին, որ խոսում եմ, պատկեր ա գալիս։ Պատկերացրեք սովորական մեր մարդկային դատարանները։ Երբ որ դատարանում պիտի վկայություն տաս, ինչ են անում։ Ձեռդ բարձրացնում ես, երդում ես տալիս, հա, այսինքն ասում ես, որ այսպես ասելով ես պարտավորվում եմ ասել ճշմարտությունը։
Աստված ասում է ես իմ ձեռքը բարձրացրի ու երթվեցի։ Այսինքն, այն ինչ որ Տերը խոստացել է լինելու է, որտեվ Տերն ասում է միայն այն ինչ ճշմարտություն է, եւ իր ասածը արդեն կատարված է։ Առաջին անգամ Աստված հստակ ասում է, որ Մովսեսը պետք է Իսրայելի ժողովրդին ուղղակիորեն ասի, թե ինչ է Աստված խոստացել։ Եվ Աստված խոստացել է ոչ միայն ազատագրել Իսրայելի ժողովրդին Եգիպտոսի ստրկությունից, այլ նաև իրենց տալ Իսրայելի նախահայրերին խոստացված երկիրը։ Հիմա քեզ քրիստոնյա համարող մարդ, այս ամենը հոգևոր տեսակետից քեզ է վերաբերվում, որտեղ Աստված քեզ խոստացել է Հիսուս Քրիստոսով ոչ միայն քո մեղքերը վերցնել ու քեզ ներում տալ, այլ նաև խոստացել է Հիսուս Քրիստոսի հարությունով քեզ հարություն տալ, կյանք տալ ու տեղափոխել իր երկնային թագավորությունը, որ կոչվում է Նոր Երուսաղեմ, խոստացված երկիր։ Եթե Աստված այն չաներ, ինչ խոստացավ Իսրայելին, Աստված նաև չի կարող անել այն, ինչ խոստացել է մեզ Հիսուս Քրիստոսով։ Բայց Աստված արեց այն, ինչ խոստացել էր Իսրայելին։ Ուրեմն մենք կարող ենք վստահել Աստծուն, որ նույն խոստումը, որ մեզ խոստացել է Հիսուս Քրիստոսով, նորից կկատարվի։ Աստված ասեց, ես ձեզ դուրս կբերեմ։ Սա աննկարագրելի ու մեծ ազատագրում էր այս ժողովրդի համար, այս ստրկացված մարդկանց համար, բայց անգամ այդ մեծ ազատագրումը ոչինչ է ու անկարևոր համեմատած այն ամենի համար, ինչ Հիսուս Քրիստոսը արեց խաչի վրա, իր զոհաբերությամբ, իր մահով ու հարությունով, ազատելով մարդկանց, քեզ, ինձ, մեղքի բռնակալությունից և դժոխքի սարսափից։ Երբ որ ես ասում եմ սա անկարևոր է, սխալ չհասկանաք, բայց այն ինչ որ Քրիստոսն արեց, այս ամենը Քրիստոսի անելիքի նախապատկերն էր։ Եգիպտոսում եղածը նախապատկերն էր այն ամենի, թե ինչպես է Աստված Հիսուսի միջոցով ազատելու մարդկությանը, ազատելու քեզ, ինձ, եթե իհարկե ցանկանաս, ընդունես, հնազանդվես մեղքի ու մահվան ստրկությունից։ Ես եմ Տերը։ Սրանով Աստված ասում է, ավելի ճիշտ սրանով Աստված ավարտում է իր խոստումը, ես եմ Տերը, բոլորին հիշեցնելով իր ուխտ կապելու և ուխտը պահելու իր անունը, որ ով է ինքը, Յահվեն, որ ինքը հավատարիմ, ամենակարող, վստահելի, Էլ Շադայն է, Յահվեն է։ Այսքան այսօր։ Թող Աստծո այս բոլոր ճշմարտությունները, ձեր կապանքները և իմ կապանքները քանդեն։ Թող Աստծո փրկարար լույսը ծագի մեր սրտերում, մեր մտքերում և չարի, խավարի, ստի, կեղծության, անճշմարտության բոլոր ամրոցները քանդվեն մեզանից։ Տիրոջ փառքի համար, Հիսուսի փառքի համար և մենք դարձի գանք ու միասին փառաբանենք Աստծուն և սպասենք Հիսուսի երկրորդ գալստյանը, որ մոտ է։ Ամեն։